Բարի երեկո արգելի ֆուտբոլասերներ, սկսում ենք ուղիղ ռեպորտաժը ԱՄՖ Cup մրցաշարից, որտեղ այսօր մեկնարկում է 4-րդ տուրը եւ այն էլ ինչպիսի հանդիպմամբ սուպեր կլասիկոյով կամ էլ կլասիկոյով, քանի որ այսօր միմյանց հետ ուժերն են չափում Մադրիդի Ռեալը եւ Բարսելոնան։ Երկու թիմեր, որոնք երրորդ տուրում գրանցել են տարբեր արդյունքներ, բնականաբար խաղի ընթացքում այդ արդյունքների մասին կխոսեմ, սակայն դատելով երկու թիմերի ցուցադրած խաղերից նախորդ 3 տուրերում կարող ենք համոզված լինել, որ այսօր տեսնելու ենք շատ հետաքրքիր խաղ, բայց դա էլ շեշտեմ, որ երրորդ տուրում այս թիմերը աչքի չեն ընկել կամ այս թիմերի մասնակցությամբ հանդիպումները աչքի չեն ընկել արդյունավետությամբ, շատ քիչ դարպասի գրավում է եղել, հուսանք այսօր այդ բացը կփակեն թիմերը եւ հետաքրքիր ու դիտարժան հանդիպման հետ միասին մենք կտեսնենք նաեւ արդյունավետ ֆուտբոլ։ Կարծում եմ արդեն նաեւ կռահեցիք Ռեալի ֆուտբոլիստները խաղում են կապույտ մարզաշապիկներով, իսկ Բարսելոնայի ֆուտբոլիստները ավելի բաց մարզաշապիկներով եւ հիմա Ռեալի ֆուտբոլիստները անցել են գրոհի, Թոփալ Քարաջյանն է ստացել գնդակը Հաջեզրում, նորից երկար փոխանցում հակառակ եզր եւ Բարսելոնայի ֆուտբոլիստները կարողանում են վերցնել գնդակն ու առայժմ խաղարկում են սեփական կիսադաշտում։ Փոխանցում յետ Ռեալի խաղացողները ձգտում են կրկին դուրս գալ իրենց կիսադաշտից, նորից ուժեղ էր փոխանցումը եւ Ռեալի խաղացողները վերցրել էին գնդակը շատ կարճ ժամանակով։ Առհասարակ այս մեկնարկային 2 րոպեի կամ 3 րոպեի դրությամբ հիմնականում ընթանում է այս խաղադաշտի միջին հատվածում, ավելի հախուռն է եւ սա իհարկե բնորոշ է այսպիսի թիմերի մասնակցությամբ հանդիպումներին, որոնք միշտ յուրաքանչյուր խաղի գծել են դրա մասին, ցանկացած թիմ չի ցանկանում առաջինը գնդակ բաց թողնել սեփական դարպասը, հետեւաբար զգուշությունը այսպիսի խաղերում, այսպիսի թիմերի դեպքում իհարկե նկատելի է։ Հուսանք շատ արագ այս թիմերը կկարողանան խոթապել մեկնարկային այս լարվածությունը եւ վերջապես կտեսնենք այն խաղը, որը կարողանում են ցուցադրել եւ Բարսելոնայի եւ Ռեալի ֆուտբոլիստները եւ արդյունքների մասին խոսեմ։ Երրորդ տուրում Բարսելոնան 0-1 հաշվով պարտվել է Սելտային, իսկ Մադրիդի Ռեալը ոչ ոքի 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը Սելտիկի հետ։ Հիմա Բարսելոնայի ֆուտբոլիստները գնդակով են մրցակցի կիսադաշտում, փոխանցում յետ, արվածի հնարավորություն առայժմ չկա։ Մեզ մոտ արդեն 4-րդ րոպեն է ընթացքի մեջ, հարգելի ֆուտբոլասերներ, հիշեցնեմ, հետևում ենք ԱՄՖ Cup մրցաշարի 4-րդ տուրի Ռեալ Մադրիդ Բարսելոնա հանդիպման ընթացքին, առայժմ մեզ մոտ հանդիպման հաշիվը չի բացվել։ Հիմնականում հավասար խաղ է ընթանում, դեռևս հասկանալի է նաև 4-րդ րոպեի դրությամբ առավելություն տալ որևէ թիմի, դա հազվադեպ է ստացվում կամ հազվադեպ է զգացվում։ Այնպես որ դեռ արձանագրում ենք այն, ինչը կատարվում է խաղադաշտում։ Դեռ եթե անկեղծ ասեմ, նաև գեղեցիկ գրոհներ չկան, բայց եւ Ռեալը եւ Բարսելոնան ունակ են այդ գեղեցիկ գրոհները կազմակերպելու։ Հետևաբար նորից պետք է ընդգծեմ երևի թե լարվածությունը մեկնարկային։ Հիմա Բարսելոնայի ֆուտբոլիստները գնդակով են։ Զախ եզրում եւ հարված Ռեալի դարպասից Սևակ Գալստյանը արագ մտցնում է գնդակը խաղի մեջ։ Թմոյան դեպի ձախ եզր, Լուկյանչիկ փորձեց գնդակը վերադարձնել Թոփալ Քարաջյանին։ Պատ խաղարկումը չստացվեց եւ Բարսելոնայի ֆուտբոլիստները հենց այնպես հեռացնում են իրենց կիսադաշտից, թույլ չտալու որպեսզի մրցակցի խաղացողները վերցնեն գնդակը եւ շարունակեն ոչ թե սպառնալ Բարսելոնայի դարպասին, որովհետև առայժմ որևէ սպառնալիք չկա, այլ ուղղակի
ճնշման տակ պահել Բարսելոնայի պաշտպանությանը։ Շեկոյան փոխանցում դեպի առաջ, Լուկյանչիկ, Ռեալը լավ հնարավորություն ուներ հիմա, բայց պաշտպանները Բարսելոնայի հասցնում են կանգնել գնդակի ճանապարհին եւ անկյունային հարվածի իրավունք է ստացել Ռեալը։ Առաջին քիչ թե շատ վտանգավոր գրոհը այս խաղում մենք արդեն տեսանք եւ լավ հնարավորություն ուներ հիմա Տիգրան Շեկոյանը, բայց հարվածը բարձր էր։ Թեկուզ այսպես առայժմ կարելի է փորձել։ Հետո արդեն համոզված եմ կլինեն ավելի դիպուկ հարվածներ, որովհետև եւ Ռեալի եւ Բարսելոնայի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք ունեն շատ լավ հարվածներ, որոնք ունեն նաեւ տեխնիկապես դրված հարվածներ, այնպես որ ինչպես ասում են, մեզ մոտ ամեն ինչ դեռ արժևում է, այնպես ինչպես հաշվի մեջ։ Ղարիբյան, Ռեալը նորից վերցրել է գնդակը, ուժեղ էր այս փոխանցումը եւ կլինի հարված ոչ Բարսելոնայի դարպասապահը դրա հետ համաձայն չէր, վերցրեց գնդակը, խաղարկեց պաշտպանության գծում, բայց կրկին գնդակ հայտնվում է Ռեալի մոտ։ Սա խաղային օրվա առաջին հանդիպումն է, այսօր մենք ձեզ հետ միասին բացի այս խաղը կհանդիպենք եւս երկու անգամ, ընդ որում բոլոր այս 3 խաղերն էլ առաջացնում են հսկայական հետաքրքրություն եւ մրցակիցների առումով, եւ խաղային առումով, եւ իհարկե չմոռանանք նաեւ շատ կարեւոր հանգամանք դա մրցաշարային աղյուսակն է, որի մասին ես հաջորդ հանդիպումների ընթացքում անպայման կխոսեմ։ Ինչու շատ չեմ անդրադառնում մրցաշարային աղյուսակին, քանի որ դեռ մեզ մոտ մեկնարկել է ընդամենը 4-րդ տուր, այսինքն 3 տուրից հետո ինչ-որ լուրջ վերլուծություն անել մրցաշարային աղյուսակի մասով կարծում եմ պետք չէ, կարելի է սպասել թեկուզ 1 տուր կամ 2 տուր, որից հետո արդեն կփորձենք հասկանալ ինչ է կատարվում այնտեղ։ Խոսքը մրցաշարային աղյուսակի մասին։ Իսկ այն որ պայքարը ԱՄՖ մրցաշարում լինելու է թեժ, դրանում կասկած չկա, որովհետև ունենք հրաշալի թիմեր, այս մրցաշարում շատ լավ ֆուտբոլիստներ, շատ հետաքրքիր ֆուտբոլիստներ, որոնք մինչև վերջին տուրը, մինչև այս մրցաշարի ավարտը համոզված են մեզ պահելու են հաճելի լարվածության մեջ, ցուցադրելով իրենց գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլը։ Մինչև ես խոսում էի սրա մասին, Ռեալը անցկացրեց հերթական գրոհը եւ գերազանց է գործում Բարսելոնայի դարպասապահը, երկրորդ հարվածը Լուկյանչիկի կողմից կրկին դարպասապահը տեղում է։ Ու կարծես կարելի է խոսել այլ թեմաների մասին, այլ մրցաշարի մասին, բայց ոչ թե խաղի, քանի որ նման դեպքում տեսնում ենք, որ ֆուտբոլիստները ել ավելի սուր են սկսում գործել։ Ղարիբյանն է վերցրել գնդակը։ Արթուր Ղարիբյան փոխանցում դեպի Աջեզր Շեկոյան։ Հարված է սա, կարծում եմ, մրցակցի դարպասի ուղղությամբ, թեպետ չեմ բացառի նաև փոխանցման տարբերակը, քանի որ ձախից միանում էր Լևոն Թոփալ-Քարաջյանը, ոչ թե ձախից հենց, այլ ձախից միանում էր դեպի կենտրոն, դեպի Տուգանային հրապարակի կենտրոն եւ գուցե սա նաև փոխանցում էր Թոփալ-Քարաջյանի ուղղությամբ։ Լուկյանչիկը Ռեալը իրացնում է եզրային նետումը, Բարսելոնայի պաշտպանությունն առայժմ ուշադիր է։ Այո, որոշ դրվագներում թույլ տվեցին Բարսելոնայի ֆուտբոլիստները մրցակցի խաղացողներին վտանգավոր գործել Բարսելոնայի Տուգանային հրապարակի մոտ, բայց դեռ մեզ մոտ դարպասի գրավում չկա, հետևաբար անհանգստանալու առիթ թիմերը առայժմ չունեն։ Հիմա հանուն արդարության պետք է ընդգծեմ, որ այս 10 րոպեների դրությամբ մի փոքր ավելի ընդգծվեց Ռեալի խաղային ու տարածքային առավելությունը, քանի որ Ռեալի ֆուտբոլիստները ավելի շատ են գնդակով, Ռեալի ֆուտբոլիստները ավելի հաճախ են հայտնվում մրցակցի կիսադաշտում եւ Ռեալի ֆուտբոլիստները ավելի շատ են սպառնում մրցակցի դարպասին։
Բարսելոնայի խաղացողներն են վերցրել գնդակը։ Կրկին առայժմ սեփական կիսադաշտում, բայց փորձ է կատարում շուտ դուրս գալու։ Չստացվեց, Լուկյանչիկը վերցրեց գնդակը, հետևեց հարված, որը բավական թույլ էր։ Ու գնդակով կրկին Բարսելոնան է։ Երկար հարված առաջ։ Անհաջող էր կասեցումը եւ Ռեալի խաղացողները նորից կազմակերպում են իրենց հերթական գրոհը։ Լուկյանչիկի ուղղությամբ էր այս փոխանցումը, մինչդեռ այնտեղ մինչև գնդակը կհասներ Լուկյանչիկին Բարսելոնայի երկու ֆուտբոլիստներ էին։ Բարդ էր այդտեղով գնդակն անցկացնել, իսկ ահա եթե ուշադրություն դարձնեին աջ եզր, ապա այստեղ ազատ խաղանկեր կար ու կարելի էր նրա հետ խաղարկել։ Լուկյանչիկ նորից Ռեալն է հնարավորություն ստացել եւ բացվում է հանդիպման հաշիվը։ Դմիտրի Լուկյանչիկը խփում է այսօրվա առաջին գնդակը եւ 1-0 Մադրիդի Ռեալի օգտին։ Ես ընդամենը րոպեներ առաջ խոսեցի այն մասին, որ ընդգծվում է արդեն Ռեալի խաղային ու տարածքային առավելությունը եւ խնդրեմ դրա արդյունքը մենք հիմա տեսնում ենք։ Դմիտրի Լուկյանչիկը 11-րդ րոպեին բացում է հանդիպման հաշիվը։ Սա շատ ավելի հետաքրքիր։ Որովհետև եթե մինչև այդ Բարսելոնան կարող էր մտածել ուղղակի առայժմ գնդակ բաց չթողնելու մասին եւ բնականաբար հնարավորության դեպքում իր գրողները զարգացնելու, ապա հիմա Բարսելոնայի խաղացողները ստիպված են լինելու ավելի ու ավելի հաճախ հայտնվել մրցակցի կիսադաշտում, առայժմ կիսադաշտում, որովհետև մենք տեսնում ենք, որ այս պայծրությամբ Բարսելոնան որոշակի խնդիրներ ունի խաղը կազմակերպելու հետ։ Եթե հաջողվի խաղը կազմակերպել, եթե հաջողվի ավելի հանգիստ գործել, ապա այո, Բարսելոնան կարող է նույնիսկ առաջին կեսում պատասխան գնդակը, ինչպես հիմա դրա հնարավորությունն ունեին, բայց միգուցե չէին սպասում այսքան հեշտ նվերի մասին, որը ընձեռեցին Ռեալի խաղացողները։ Հիմա լավ հնարավորություն Բարսելոնայի համար, ձախ եզրով է զարգանում Բարսելոնայի գրոհը, ուժային պայքար եւ հարված Սևակ Գալստյանի պաշտպանած դարպասից։ Ընդհանուր առմամբ վատը չէր այս անցումը, բայց իհարկե պետք է նաեւ հաշվի առնել, որ պաշտպանության գծում վերջին պաշտպանի դիրքում առավել եւս խաղում է բավական ամրակազմ Տիգրան Շեկոյանը եւ մեկը մեկի դեմ պայքարում շատ բարդ է առհասարակ այս ֆուտբոլիստին շրջանցելը։ Եթե սրան էլ գումարենք, որ կա ուժային պայքար, ապա պատկերը ամբողջանում է։ Հասկանում ենք, որքան բարդ է ոչ միայն Բարսելոնայի հարձակվողների, այլ նաեւ ցանկացած մրցակցի ֆուտբոլիստի համար։ Իրացված է եզրային նետումը, Բարսելոնայի խաղացողները վերցրել են գնդակը։ Տարածության վրա են առայժմ խաղարկում, լավ փոխանցում էր կրունկով, բայց կրկին պայքարի մեջ է Շեկոյանը եւ թույլ չի տալիս, որպեսզի մրցակիցը հանգիստ վերցնի գնդակը։ Եզրային նետում կա, որը կիրացնեն Բարսելոնայի ֆուտբոլիստները։ Այստեղ միջադեպ չկա, ուղղակի Բարսելոնայի խաղացողի կարծիքով ոչ թե ուժային պայքար էր ավելի շատ, այլ կոշտ, որը կանոնների խախտմամբ էր, սակայն կարծում եմ հիմնականում որքանով ես հասցրեցի նկատել դրվագը, ուղղակի երկու ֆուտբոլիստներ պայքարեցին գնդակի համար, փորձեցին փակել գնդակը իրենց մարմնով եւ տեղի ունեցավ այդ կոշտ բախումը։ Անկյունային հարված է իրացնում Բարսելոնան, միանգամից խաղարկել են Բարսելոնայի ֆուտբոլիստներ, հարված հետևեց Արթուր Ղարիբյանը փակեց հարվածի ճանապարհը։ Եզրային նետում հեռացնում է գնդակը Շեկոյանը, Լուկյանչիկ, լավ փոխանցում է հետևում դեպի աջ եզր, Արտաշես Թովմասյանն է շարժում դեպի գնդակը, բայց թույլ է տալիս կանոնների խախտում ու Բարսելոնան կիրացնի ուգանային հարված։
Վերադառնանք հետևելու Ռեալ Մադրիդ-Բարսելոնա հանդիպմանը, որտեղ հիշեցնեմ առայժմ 1-0 հաշվով առջևում է Մադրիդի Ռեալը եւ առայժմ միակ գոլի եղինակ դարձել է Դմիտրի Լուկյանչիկը Ռեալի կազմում։ Փոքր հանգստացավ կարծես թե խաղը։ Ռեալը խփած գոլից հետո այլևս այն ակտիվությամբ չի գրոհում որքան մինչև խփած գնդակը, իսկ հա Բարսելոնայի ֆուտբոլիստները դեռևս շարունակում են փորձերը արդյունավետ գրոհ կազմակերպելու համար։ Կորցնում են գնդակը Բարսելոնայի խաղացողները, Փոփալ Քարաջյան փոխանցում առաջ, Լուկյանչիկ կորցնում է գնդակը Լուկյանչիկը, բայց տեսեք, միևնույն ժամանակ Բարսելոնայի ֆուտբոլիստներին Ռեալը թույլ չի տալիս շատ արագ դուրս գալ կիսադաշտից։ Որից պայքար այստեղ Շեկոյանի մասնակցությամբ առասարակ այդ ֆուտբոլիստը մաքրում է պաշտպանությունը ամբողջությամբ։ Եթե նկատեին հիմա ձախ եզրում ազատ խաղանկերոջը Բարսելոնայի ֆուտբոլիստները, ապա շատ վտանգավոր կլիներ Ռեալի դարպասի մոտ։ Թովմասյան չի զիջում գնդակը, Թովմասյանը հետևեց արված եւ ձեռքով խաղ ու 11 մետրանոց Լուկյանչիկն էր փորձում ավելացնել, բայց մրցակցի ֆուտբոլիստը կամ ավելի ճիշտ մրցակցի ֆուտբոլիստի ձեռքը կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա 11 մետրանոց արված Դմիտրի Լուկյանչիկը հնարավորություն ունի դառնալու դուբլի հեղինակ եւ առաջին կեսում մեծացնելու Ռեալի առավելությունը հաշվի մեջ։ Ուշադրությունը Բարսելոնայի դարպասին։ Լավ հնարավորություն Ռեալի համար, Լուկյանչիկ հարված եւ գոլ։ Շատ վստահ իրացրեց Դմիտրի Լուկյանչիկը այս հարվածը եւ ինչպես ասում են, որևէ հնարավորություն չտվեց մրցակցի դարպասապահին։ Եվ Ռեալը մեծացնում է առավելությունը հաշվի մեջ 2-0 այսօրվա նոմինալ դաշտի տերերի օգտին։ Բարդանում է Բարսելոնայի խնդիրը։ Հիմա պետք է Բարսելոնայի խաղացողները հավաքվեն ավելի։ Բնականաբար ոչինչ դեռ ավարտված չէ, ոչինչ դեռ կորած չէ։ Բարսելոնան այն թիմն է, որը կարող է, այո, ոչ միայն հավասարեցնել խաղի հաշիվ, այլ նաև հաղթանակ կորզել։ Մենք երրորդ տուրում այդպիսի խաղեր տեսանք, հետևեց արված։ Երևի թե առաջին վտանգավոր պահը Ռեալի դարպասի մոտ շեղ էր հարվածը, բայց պետք է սա անընդհատ փորձել։ Եվ մենք նախորդ տուրում տեսանք մի քանի հանդիպումներ, երրորդ տուրի մասին է խոսքը, երբ թիմերից որևէ մեկը զիջում էր 0-2 հաշվով, արդյունքում կարողացավ բեկել խաղի ընթացքը, հաղթել կամ առնվազն չպարտվել։ Այնպես որ նման սցենար մենք իրավունք ունենք սպասել նաև այսօրվա խաղում։ Կարծում եմ այս 0-2 հաշիվը հսկայական ու լավ մոտիվացիա է Բարսելոնայի ֆուտբոլիստների համար, որոնք տեսեք կարծես ավելի ակտիվացան եւ կարճ ժամանակ անց հետևում է եւս մեկ հարված Ռեալի դարպասի ուղղությամբ, ճիշտ է նորից շեղ, բայց ամեն դեպքում Բարսելոնայի խաղացողները սկսեցին ավելի հաճախ հարվածել մրցակցի դարպասի ուղղությամբ, իսկ բազմիցս ասել են, որ գոլ խփելու ամենակարևոր նախապայմանը հարված կատարելն է։ Առանց հարվածի չկա գոլ, հետևաբար Բարսելոնան պետք է ելնի այս տրամաբանությունից եւ ավելացնի հարվածները ցանկացած դիրքից։ Շեկոյան, Ռեալն է գնդակով մրցակցի կիսադաշտում։ Լիչեկոյան, հարված է հետևում չնչին շեղությամբ, գնդակը դուրս է գալիս դիմային գծից եւ ազատ հարված Բարսելոնայի դարպասից։ Ռեալն է կրկին անցել գրոհին, Լուկյանչիկ
Փոխանցում է Թմոյան, լավ հնարավորություններ Թմոյանը, իսկ հիմա չի էլ ավարտվել առայժմ եւ գնդակը հայտնվում է Բարսելոնայի դարպասում, երրորդ գնդակը եւ 3-0 Մադրիդի Ռեալը էլ ավելի է մեծացնում առավելությունը հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ այս թիմի կազմում դառնում է Տիգրան Մխիթարյանը։ 3-0 Ռեալի օգտին, սա կարծում եմ արդեն լուրջ առավելություն է այսօրվա դաշտի տերերի համար։ Հատկապես, ինչու եմ այսպես ասում, ելնելով հատկապես նրանից, որ Բարսելոնայի խաղացողները դեռևս չեն կարողանում գտնել իրենց խաղը, կազմակերպել իրենց խաղը։ Սա է թույլ տալիս այսպիսի ենթադրություն անել, բայց ֆուտբոլը հետաքրքիր խաղ է, ֆուտբոլը լի է անակնկալներով եւ սա նախորդում ասել եմ եւս մեկ անգամ կրկնեմ արդեն 4-րդ տուրի մեկնարկային խաղում, եթե Ռեալին հաջողվել է առաջին կեսում խփել 3 գնդակ, ապա ինչու նույնը չի կարող անել Բարսելոնան գոնե երկրորդ խաղակեսում։ Հետևաբար բացությունները դեռ առջևում են։ Հասկացան միմյանց հիմա Բարսելոնայի երկու ֆուտբոլիստներ, փորձեցին գնդակը եւ եզրային նետման իրավունքը տվեցին Ռեալի ֆուտբոլիստներին։ Թմոյան Գարիբյան շուտ է պետք գնդակը դուրս բերել այդտեղից, հակառակ դեպքում կարելի է կորցնել եւ Բարսելոնան ունակ է կազմակերպել շատ վտանգավոր հակագրով։ Թմոյան ուղարկում է գնդակը Աջիեդը, Ռեալը նորից հնարավորություն ունի եւ 4-րդ գնդակն է հայտնվում Բարսելոնայի դարպասում, իսկ սա արդեն ավելի ու ավելի լուրջ է։ Բարսելոնան ընկնում է շատ բարդ իրավիճակի մեջ։ Արտյոմ Գրիգորյանն էր Ռեալի կազմում գոլի հեղինակը։ Չորս դրոյզ մեզ մոտ ընթացքի մեջ է 23-րդ րոպեն, որը ավարտվում է եւ 2 րոպեից մի փոքր ավելի մինչեւ առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտը, բնականաբար մրցավարը գուցե 1 կամ 2 րոպե ավելացնի առաջին կեսի հիմնական ժամանակին, ուստի շատ քիչ է մնացել Բարսելոնային առաջին կեսում։ Առայժմ հաշվի մեջ տարբերություն մտցնելու համար, իրենց առաջին գոլ այսօրվա խաղում խփելու համար։ Թմոյան ձախ եզրն ազատ էր, հետևեց փոխանցում ձախ եզր պաշտպանը Բարսելոնայի ուշադիր էր։ Թույլ չտվեց այս փոխանցումը անցնի, եթե անցներ, ապա համոզված եմ մենք տեսնելու ենք նաև խփած 5-րդ գնդակը, որովհետև Ռեալի երկու ֆուտբոլիստներ այնտեղ ազատ կանգնած էին եւ դժվար է պատկերացնել ինչպես էին վրիպելու այդ դիրքից։ Թմոյան փոխանցում ետ Շեկոյան Գրիգորյանն է ստանում գնդակը, կորցնում միանգամից։ Բարսելոնայի խաղացողները հիմա անցկացնում են իրենց հերթական գրոհը կամ փորձում են անցկացնել իրենց հերթական գրոհը։ Ամեն ինչ անելու են առաջին կեսում գոնե 1 գնդակ ետ բերելու համար, ճիշտ է ժամանակը շատ քիչ է մնացել, վայրկյաններ մինչև առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտին, բայց պետք է ձգտել, ինչ խոսք, քանի դեռ չի ավարտվել առաջին կեսը, կարելի է փորձել։ Չստացվեց անհատական անցումը, Ռեալը նետվել է հակագրոյի, Թովմասյան, եզրային նետում Ռեալի ֆուտբոլիստների օգտին եւ մրցարը ոչինչ չավելացրեց առաջին կեսը, սրանով ավարտվեց հարգելի ֆուտբոլասերներ, 4-0 առայժմ Ռեալի օգտին, մենք կվերադառնանք շատ կարճ դադարից հետո։
Հարգելի ֆուտբոլասերներ, շարունակում ենք մեր ուղիղ ռեպորտաժը AMF Cup մրցաշարից, որտեղ մեկնարկել է այսօր 4-րդ տուրը եւ խաղային առաջին օրվա առաջին հանդիպմանն ենք հետևում, մեկնարկեց մեզ մոտ այստեղ երկրորդ խաղակեսը։ Մադրիդի Ռեալն ուժերն է չափում Բարսելոնայի հետ եւ առաջին 25 րոպեներից հետո 4-0 հաշվով Ռեալը հաղթում է իր այսօրվա մրցակցին։ Եթե շատ հակիրճ խոսեմ առաջին կեսի մասին, ապա չեմ կարող ասել, որ հաշիվը ամբողջությամբ արտացոլում է այն ինչ կատարվում էր խաղադաշտում, բայց նաև չեմ կարող չնշել, որ առաջին կեսը անցավ Ռեալի խաղային ու տարածքային զգալի առավելությամբ։ Նրանք ավելի շատ պահեր ունեցան, ավելի շատ վտանգավոր հարվածներ կատարեցին եւ դրանցից այդ հարվածներից 4-ը արդյունավետ էին եւ այս պահին այն հաշիվը, որը կա լուսատախտակին վտանգավոր պահերի ապացույցներ, այստեղ 11 մետրանոց են պահանջում Ռեալի ֆուտբոլիստները, բայց մրցավարը ցույց տվեց, որ պետք է շարունակել հանդիպում, այնտեղ կանոնների խախտում չկար։ Ինչ վերաբերում է Բարսելոնային, ապա չեմ կարող ասել, որ առաջին կեսում ամբողջությամբ պասիվ էր Բարսելոնան, նրանք էլ փորձում էին, նրանք էլ ցանկանում էին իրենց գրողները կազմակերպել, հարվածներ կատարել, եղան մի քանի հարվածներ։ Ռեալի դարպասի ուղղությամբ ճիշտ է շեղ էին այդ հարվածները բոլորը, բայց ամեն դեպքում փորձեց Բարսելոնան։ Հատկապես բաց թողած առաջին գնդակից հետո, սակայն դեռ Բարսելոնայի խաղացողներին չի հաջողվել գոնե մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, իսկ մինչև ես խոսում եի առաջին կեսի մասին, մրցավարը դիտում է կրկնապատկերը, այն դրվագը, որտեղ Ռեալի խաղացողները պահանջում էին 11 մետրանոց հարված, հիշեցնեմ այնտեղ Լուկյանչիկներ մտնում հարվածային դիրք, դուրս գալիս հարվածային դիրք եւ թվաստեր նրա նկատմամբ կար կանոնների խախտում, հիմա այդ դրվագը մրցավարը փորձում է հասկանալ այդպես եթե ոչ, որից հետո կայացնի իր վերջնական որոշումը։ Հիմա պատրաստ է մրցավարը, մենք էլ սպասենք մրցավարի որոշմանը եւ Եվ 11 մետրանոց չկա, 11 մետրանոց հարված չկա, ասաց մրցավարը, հիմա պետք է շարունակել խաղը, 11 մետրանոց չկա։ Եզրային նետում Բարսելոնայի խաղացողներն են գնդակով, Չյանցել գնդակը դաշտից, հիմա քանի որ Բարսելոնայի խնդիրն է ավելի ծանր, միայն Բարսելոնայի խնդիրն է ծանր, պետք է Բարսելոնայի ֆուտբոլիստները կտրուկ ավելացնեն, կտրուկ փոխեն իրենց խաղը առհասարակ, Իսկ կարողանան նաև ինչ-որ բան փոխել հաշվի մեջ, կանոնների խախտում է արձանագրել մրցավարը։ Այլապես այնպես ինչպես Բարսելոնան խաղաց առաջին կեսում, եթե այդպես շարունակեն նաև երկրորդում չեմ պատկերացնում, թե ինչի հաշվին Բարսելոնան կարող է ետ բերել կորցրածը։ Ստի սպասենք Բարսելոնայի ավելի սուր, ավելի արագ գործողություններին, ավելի հաճախ կազմակերպող գրողներին եւ նաև իհարկե հարվածներին։ Պայքար գնդակի համար ոչինչ չկա։ Ցույց է տալիս մրցավարը։ Մոյան փոխեց գնդակը Ռեալը, բայց սխալ փոխանցում էր հիմա Բարսելոնայի ֆուտբոլիստների կողմից անկյունային կիրասնի Ռեալը, քանի որ Լուկյանչիկի հարվածից հետո անդրադարձ կար Բարսելոնայի պաշտպանից։ Հիմա ստանդարտ դիրքի խաղարկում, բացից փոխանցում դեպի Լուկյանչիկներ, այս փոխանցումը ու եզրային նետում Ռեալի ֆուտբոլիստների համար։ Շեկոյան խաղում են Ռեալի խաղացողները եւ հիմա կարող էր այստեղ սուր հակագրոհ զարգանալ, եթե այս փոխանցումը
ավելի հարմար լիներ մրցակցությանը։ Նորից կանոնների խախտում, նորից տուգանային հարված և դեղին քարտ է ստանում Ռեալի կազմում Արթուր Ղարիբյանը։ Բարսելոնայի ֆուտբոլիստները ստանում են տուգանային հարվածի իրավունք իրենց կիսադաշտում, ուստի հարված մրցակցի դարպասի ուղղությամբ։ Իհարկե պետք չէ սպասել, բայց հետաքրքիր խաղարկում գուցե Բարսելոնայի ֆուտբոլիստները կարողանան խաղարկել։ Երկար փոխանցում առաջ, վատ չէր այս փոխանցումը, 10-ն էր անհաջող, հարվածային դիրք են փորձում դուրս գալ հիմա Բարսելոնայի ֆուտբոլիստները վերջապես կլինի հարված, բայց ուղիղ դեպի Վովա Պողոսյանը այդ հարվածը։ Կին Բարսելոնան է գնդակով, փորձում են կարծես մի փոքր ակտիվանալ Բարսելոնայի խաղացողները, որքանով դա հաջողվի կամ որքանով արդյունք կտա կտեսնենք երկրորդ կեսի ընթացքում։ Մինչև այդ Ռեալը անցել է ևս մեկ գրոհի, հետևեց Արտաշես Թովմասյանի փոխանցում մրցակցի դարպասային հրապարակ և գնդակը հորիզոնական դարպասաձողից անդրադարձով դուրս եկավ դիմային գծից։ Եզրային նետում Ղարիբյան երկար նետեց գնդակը առաջ, Ղարիբյանը նվիրեց գնդակը Բարսելոնայի ֆուտբոլիստներին, հապաղում են Բարսելոնայի խաղացողները, կորցնում են գնդակը, Ռեալը նորից է անցել էր հակագրոհի, չստացվեց, իսկ հիմա Բարսելոնան է թվային առավելություն ստացել մրցակցի կիսադաշտում, չանցավ նաև այս խաղարկումը։ Թմոյան, Լուկյանչիկ, լավ փոխանցում է դեպի ազատ գոտի, Արտյոմ Գրիգորյան, Թովմասյանը փորձեց մեկ հպումով գնդակը վերադարձնել Լուկյանչիկին, չստացվեց, բայց ստացվեց անկյունային հարված, որը իրացնում են Ռեալի խաղացողները։ Արագ է պետք հիմա Բարսելոնայի ֆուտբոլիստներին գործել, շատ արագ։ Որովհետև մենք տեսնում ենք, որ Ռեալի խաղացողները եթե նույնիսկ ամբողջ կազմով անցնում են մրցակցի կիսադաշտ և անցնում են իրենց գրոհին, ապա գնդակը կորցնելուց անմիջապես հետո կարողանում են շատ արագ վերադառնալ։ Գոնե պաշտպանության գծի ֆուտբոլիստները հասցնում են արագ վերադառնալ և այնտեղ փորձում են թույլ չտալ Բարսելոնայի ֆուտբոլիստներին ինչ-որ վտանգ ստեղծել Սևակ Գալստյանի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Այստեղ ձեռքով խաղկար և հիմա Բարսելոնայի ֆուտբոլիստները իրացնում են տուգանային հարված։ Դիրքը հարվածային է, այո, կարելի է այստեղից տեսնել գնդակը դեպի հեռավոր անկյունը, եթե տեխնիկապես հաջողվի կատարել այդ հարվածը։ Նորից ձեռքով խաղ, մի փոքր մոտեցավ Բարսելոնան մրցակցի տուգանային հրապարակին, չնայած անկյան սրությունը առայժմ մնացել է նույնը, պարզապես փոքր ինչ ավելի առաջ։ Հիմա Բարսելոնան դրեց գնդակը և այստեղից ստիրացնեն տուգանայինը։ Միգուցե կարելի է նաև խաղարկել, հնարավորություն կա խաղարկման, բայց կարծում եմ ավելի արդյունավետ կլինի և ավելի հավանական տարբերակ է հարվածը մրցակցի դարպասի ուղղությամբ։ Դեղին քարտ այստեղ վիճաբանություն չէր, պարզապես դիրքի համար պայքար էր, այստեղ համաձայն չէին միմյանց հետ երկու թիմի երկու ֆուտբոլիստներ և դեղին քարտով մրցավարը պատժում է, սա խաղային իրավիճակ է, խաղային դրվագ է, ցանկացած խաղում էլ նմանատիպ իրավիճակներ պատահում են, այնպես որ ամեն ինչ կարգին է։ Բարսելոնան պատրաստվում է իրացնել իր տուգանային հարվածը։ Սա շուտով Սիլիչով ազդանշան կտա, որ Բարսելոնան կարող է
Տարել տուգանային հարված։ Առայժմ գրանցում է դեղին քարտերը։ Անիշկարքին է Կասուլիչը։ Լավ խաղարկում էր հարված եւ Թոփալ Քարաջյանն է հիմա կանգնում գնդակի ճանապարհին, ավելի հետաքրքիր էր հիմա խաղարկումը Բարսելոնայի ֆուտբոլիստների կատարմամբ, դիրքը հարվածային էր, թույլ էր հարվածը։ Դիրքը շատ լավն էր, դիրքը հարվածային էր, բայց թույլ ստացվեց ու չհաջողվեց Բարսելոնային նորից գոլ խփել այսօրվա խաղում։ Ռեալն է անցել մրցակցի կիսադաշտ, Շեկոյան, Լուկյանչիկ, Շեկոյան, Թոփալ Քարաջյան, Շեկոյան եւ ֆաշիվը դառնում է 5-0, շատ հետաքրքիր խաղարկում էր։ Այն առումով, որ Բարսելոնայի պաշտպանները չփորձեցին նույնիսկ խանգարել մրցակցի ֆուտբոլիստներին։ Շատ հանգիստ այնտեղ այս երիակը Շեկոյան, Թոփալ Քարաջյան եւ Լուկյանչիկ շատ հանգիստ խաղարկեցին։ Ընդ որում ժամանակի առումով երկար ժամանակ մնալով մրցակցի տուգանային հրապարակում։ Ինչու եմ ասում ժամանակի առումով երկար, որովհետև որպես կանոն սեփական տուգանային հրապարակում պաշտպանները թույլ չեն տալիս մրցակցի ֆուտբոլիստներին այդքան երկար մնալ գնդակով, էլ չխոսենք ազատ մտածելու հնարավորություն ստանալով։ Հետևաբար բաց թողած այս գնդակը ամբողջությամբ Բարսելոնայի պաշտպանության մեղավորությունն էր, չափազանց պասիվությունն էր պատճառը։ Ու հաշիվը մեզ մոտ բավական խոշոր է, արդեն 5-0 Ռեալի օգտին։ Փոփոխություն հիմա Ռեալի կազմում, իսկ մեզ մոտ մեկնարկեց արդեն 38-րդ րոպեն։ Հիշեցնեմ, հետևում ենք ԱՄՖ քափ մրցաշարի 4-րդ տուրի Ռեալ Բարսելոնա հանդիպմանը։ Հինգ-0 առայժմ Ռեալը հաղթում է մրցակցին։ Գեղեցիկ էր խաղարկումը եւ շտապեց, ոչ թե շտապեց, ես համոզված եմ, որ Տիգրան Շեկոյան այստեղ ուղղակի երկու մտքի էր, հենց սա էլ խանգարեց Շեկոյանը։ Ակնհայտ զգացվեց դա, որ մի պա Շեկոյանը ոտքի դիրքը այնպիսին էր, որ ցանկանում էր հարվածել, որից հետո տեսավ Ազատ Խանկերոջը, որոշեց փոխանցել, ոտքը մնաց նույն դիրքում, որում կար եւ արդյունքում սխալվեց Շեկոյանը։ Իսկ ահա շատ եթե ավելի հանգիստ գծեր, հանգիստ մտածեր, ապա շատ հեշտ էր գտնել լուծումը։ Որից ուղղակի փոխանցում էր հետևում դեպի խաղանքերը եւ ամեն ինչ ավարտվում էր։ Իսկ հիմա Բարսելոնան էր անցել գրոյի, հետևեց հարված մրցակցի դարպասի ուղղությամբ, ուղղահայաց դարպասաձողն է փրկում։ Ուղղահայաց դարպասաձողն է փրկում Ռեալին, իսկ Ռեալն էլ իր հերթին կորցնում է այս հակագրոհը։ Արդյունավետ հարվածով եզրափակելու հնարավորությունը։ Լուկյանչիկը խլել էր գնդակը, հիմա Շեկոյան, նորից Ռեալն է անցել գրոհի, ուժեղ էր փոխանցումը Թոփալ Քարաջյանի ուղղությամբ, Թոփալ Քարաջյան, փոխանցում ետ Գրիգորյան։ Չկա այդ հարվածը, Ղարիբյան հեռու տարածությունից փորձեց ու ճիշտ էլ արեց, որովհետև այլ տարբերակ չկար, եւս մեկ հարված Ղարիբյանի կատարմամբ ու Ղարիբյան այսպիսով եզրափակեց թիմի գրոհը։ Մենք կարող ենք արձանագրել, որ քիչ առաջ Ռեալը երկու անընդմեջ դրվագներում կորցրեց մրցակցի դարպասը գրավելու հիանալի հնարավորություններ։ Լուկյանչիկ չդիպավ գնդակին Լուկյանչիկը, կորցրեցին Ռեալի ֆուտբոլիստները Բարսելոնան մրցակցի կիսադաշտում է, լավ անցում էր, հիմա լավ հնարավորություն կա Բարսելոնայի համար եւ գերազանց է գործում Սևակ Գալստյանը եւ հարվածներ լավը եւ դարպասապայի գործողությունը։ Շատ գեղեցիկ ցածկով Սևակ Գալստյանը կարողացավ ետ մղել այդ հարվածը։ Քարաջյան 3-2-ի դիմաց, հիմա հակագրոհի անցել Ռեալը, Լուկյանչիկ փոխանցում ետ Քարաջյան, Շեկոյան, նորից գեղեցիկ խաղարկում եւ հաշիվը դառնում է 6-0
Իսկապես շատ գեղեցիկ խաղարկում էր 5 ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Գրիգորյան, Լուկյանչիկ, Շեկոյան, Մխիթարյան եւ Թոփալ Քարաջան, այս ֆուտբոլիստները ցնավետ խաղացին արչեւի գծում եւ Ռեալը 6-րդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը, ու սա կարող ենք արդեն համոզված ասել, որ հաղթանակ է այսօրվա խաղում։ 41-րդ րոպեն է ընթացքի մեջ, 9 րոպեից մի փոքր ավելի մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը մենք ունեցանք դադար։ Եթե կհիշեք այն դրվագը, որտեղ մրցավարը դիտում էր կրկնապատկերը կապված Լուկյանչիկի հետ պայքարում խաղման իրավիճակով, ապա երևի թե 1 կամ 2 րոպե ամեն դեպքում հիմնական ժամանակին կավելացվի։ Սակայն դժվար է, իհարկե դժվար է պատկերացնել, որ Բարսելոնան հանկարծ կարող է ետ բերել 6 գնդակի տարբերությունը։ Գուցե ստացվի, եթե ավելի հաջող խաղան Բարսելոնայի ֆուտբոլիստները, գուցե ստացվի 1 կամ 2 գնդակ ետ բերել, բայց խոսել այն մասին, որ Բարսելոնան կարող է փրկել այս խաղը, դա ուղղակի անհնար է եւ հիմա պետք է պարզապես սպասենք, թե ինչ արդյունք է գրանցվելու մրցավարի սուլիչից հետո։ Իսկ հիմա Բարսելոնան ունի հնարավորություն հաշվի մեջ փոփոխություն մտցնելու, քանի որ անկյունային են խաղարկելու այսօրվա հյուրերը։ Փոխանցում չի ավարտվել առայժմ Բարսելոնայի գրոհը։ Այսինքն ոչ թե գրոհ, այլ ստանդարտի խաղարկումը ավելի շուտ։ Բարսելոնան մնում է ցակցի կիսադաշտում, շատ վտանգավոր արված էր, մի փոքր բարձր էր եւ հարված կլինի Սևակ Գալստյանի պաշտպանած դարպասից։ Գրիգորյան, այնակ շարժին առաջ Գրիգորյանը, Շեկոյան ստացավ պատասխան փոխանցումը Գրիգորյանը։ Եզար սուր փոխանցում եւ Թոփալ Քարաջյանը արդեն պատկերացրեց, որ լուսատախտակին վառվում է 7-0 հաշիվը եւ վրիպեց շատ նպաստավոր դիրքից։ Դրա համար պետք չէ պատկերացնել լուսատախտակին ինչ հաշիվ է, պետք է արդյունավետ կատարել այն հարվածները, որոնց հնարավորությունը ստանում են ֆուտբոլիստները։ Բարսելոնան գնդակով է փոխանցում ետ։ Հեռացնել է պետք այդտեղից, ինչը փորձում էին իմանալ Բարսելոնայի ֆուտբոլիստները եւ ձեռքով տալ ու գանային կիրացնեն հյուրերը։ Շտապում է դարպասապահը։ Հասկանալի է, հիմա Բարսելոնայի համար ամենամեծ նպատակն է թռչել խաղի հաշիվը։ Թովմասյան ուժեղ էր փոխանցումը, անհասցեր, ճիշտ է, եթե ընդհանուր տրամաբանությամբ նայենք, ապա Թովմասյանի փոխանցման տրամաբանությունը ճիշտ էր, որովհետև եթե գրոհը զարգանում է աջ եզրով եւ այնտեղ են ավելի շատ ֆուտբոլիստներ, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է ազատ լինի հակադարձ եզրը, հենց դրանով էլ պայմանավորված Թովմասյանը գնդակը ուղարկեց այդ եզր, բայց խաղընկերները ուշադիր չէին կամ չէին սպասում եւ իսով Ռեալը ձախողեց հերթական գրոհը, ողբերգություն չէ սա Ռեալի համար, արդեն հաշվի մեջ այս թիմը ունի 6 գնդակի առավելություն եւ նույնիսկ այսպիսի իրավիճակները ձախողելը որևէ լուրջ խնդրի առաջ չի կանգնեցնի Ռեալի ֆուտբոլիստներին։ Բարսելոնայի խաղացողները իրացնում են տուգանային հարված, հեռու է տարածությունը, բայց ուժեղ հարվածի դեպքում կարելի է վտանգավոր պահ ստեղծել Ռեալի դարպասի մոտ։ Կա մրցավարի սուլիչը, հարված է հետևում, Ղարիբյանը հեռացնում է գնդակը, եթե Թովմասյանը հասներ այստեղ, ապա
հետաքրքիր իրավիճակ կլիներ Բարսելոնայի դարպասի մոտ։ 4 րոպեից մի փոքր ավելի մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը Ռեալ Մադրիդ Բարսելոնա առայժմ 6-0 Ռեալի օգտին Շեկոյան հետևեց հարված Ուանկյունային հարված է իրացնում Ռեալը։ Ռեալն էլ իր հերթին նախ ձգտում է իհարկե շատ հանգիստ ավարտին հասցնել այս հանդիպումը, ուժերը պահել հաջորդ խաղի համար, հաջորդ տուրի իր հանդիպման համար եւ բնական է եթե լինի հնարավորություն, ապա ինչու ոչ հաճույքով Ռեալի ֆուտբոլիստները կմեծացնեն հաշվի տարբերությունը։ Եվ լինում է այն ինչի մասին խոսեցի, հաշիվը դառնում է 7-0 կանոնների խախտում չկար, ամեն ինչ մաքուր էր։ Անկյունայինի խաղարկումից հետո Բարսելոնայի դարպասապահը փորձեց վերցնել գնդակը, չկարողացավ, չփիքսեց եւ այնտեղ Արտյոմ Գրիգորյանը ուղղակի օգտվեց դրանից եւ գլխի արվածով 7-րդ գնդակն է ուղարկում Բարսելոնայի դարպասը։ 7-0 Ռեալը արդեն գերխոշոր հաշվով հաղթում է այսօրվա մրցակցին։ Եվ մեզ համար էլ գլխավոր հարցը մնացել է այն, թե ժողվի արդյոք Բարսելոնային թռչել հաշիվը, թե ոչ։ Շեկոյան տալեց գնդակը Շեկոյանը, անցել էր եզրից, եզրային նետումը Բարսելոնայի խաղացողներինն է։ Խոշոր հաշվով պարտվում է։ Խոշոր հաշիվ էր դեռևս առաջին խաղակեսում, Բարսելոնան պարտվում է խոշոր հաշվով։ Ռեալի խաղացողներն են խլում գնդակը, անցնում հակագրոհի, Գրիգորյան, Տոպալ Կարաջյան խանգարեցին միմյանց, բայց դարպասն ազատ է եւ 8-րդ գնդակն է հայտնվում Բարսելոնայի դարպասում եւ գոլի հեղինակ դառնում է Տիգրան Մխիթարյանը։ 8-0 Պետք չէ տարվել անհատական խաղով, պետք չէ երկար պահել գնդակը քեզ մոտ, պետք է շուտ բաժանվել գնդակից, դա ֆուտբոլի ամենահասարակ կանոնն է։ Եթե կա ազատ խաղանքեր, ապա ուղղակի պարտավոր է գնդակը փոխանցել նրան։ Ես այս վերլուծությունը շատ հաճախ արել եմ խաղերի ընթացքում, կարծում եմ կրկնելու կարիք չկա։ Որքան հաճախ գլորում ես գնդակը, այնքան քեզ ավելի օգուտ։ Մի խոսքով չեն անում դա առայժմ Բարսելոնայի խաղացողները եւ արդյունքում ստացել են 8 անպատասխան գնդակ, հիմա 9-րդի հնարավորությունը ունի Ռեալը եւ 9-րդ գնդակն է հայտնվում Բարսելոնայի դարպասում։ Արտյոմ Գրիգորյանի անհատական անցումը հենց ինքն էլ եզրափակում է արդյունավետ հարվածով 9-0 Ռեալի օգտին եւ գուցե անցանկալի հնչի հիմա սա Բարսելոնայի ֆուտբոլիստների եւ այս թիմի երկրպագուների համար, բայց Ռեալը դեռ ժամանակ ունի, որպեսզի կարողանա գրանցել երկնիշ հաշիվ։ Հանդիպման սկզբնամասում ես հույս հայտնեցի, որ տեսնելու ենք արդյունավետ ֆուտբոլ, որ կտեսնենք արդյունավետ ֆուտբոլ եւ խնդրեմ գեր արդյունավետ է ստացվում մեզ մոտ, արդեն դարպասի 9 գրավում կա եւ նայենք հիմա լուսատախտակին մեկնարկեց մեզ մոտ վերջին րոպեն, վայրկյաններ մինչև հիմնական ժամանակի ավարտը եւ այո, Ռեալը դեռ ժամանակ ունի 10-րդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկելու համար։ Հիմա նորից տեսեք անհատական կոպիտ խաղ եւ Լուկյանչիկը 10-րդ գնդակն է ուղարկում Ռեալի դարպասն ու մրցավարն էլ ոչինչ չի ավելացնում 10-0 Մադրիդի Ռեալը հաղթում է Բարսելոնային, շնորհավոր ենք Ռեալի ֆուտբոլիստներին, իսկ Բարսելոնայի խաղացողներին մաղթենք, որ շուտ կարողանան վերականգնվել այս ծանր ապտակից եւ vēl ավելի հաջող ելույթներ ունենալ հաջորդ տուրերում եւ փոքր դադարից հետո կվերադառնանք հետևելու արդեն խաղային օրվա մյուս հանդիպմանը։